աշխարհի տրամադրությունն էլ է այդպես։ Մենք պիտի կարողանանք որպես պետություն, ազգային պետություն, այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, ինչպես ասացի, թե մեր պատիվն ու կենսագրությունը եւ թե մեր տունը վերականգնելու։ Այո, մենք այսօր նշում ենք Շուշիի ազատագրության կարևորագույն օրը, որ ինչպես է ժամանակին բնութագրել եմ, որ Արցախի դժխոն հայոց քաջարի զավակների դիմաց իր դռները լայնորեն բացեց եւ վերադարձավ իր հայկական բուն քրիստոնեական ինքնությանը։ Ցավոք սրտի այն դարձյալ գողացվեց, մեզանից գողացվեց Արցախը, գողացվեց մեր պատիվը, գողացվեց մեր կենսագրությունը եւ կարելի է ասել մեր ողջ գոյության իմաստը, սակայն մենք այդ փլատակների տակ ապրելու այդ հոգեվիճակից Փյունիկի պես նորից կվերառնենք, ես վստահ եմ, եւ որովհետեւ մենք ոչ միայն խաչին հավատացող, այլև հարության հաղթանակին հավատացող ժողովուրդ ենք, անկախ նրանից թե որքան կլինի մեր թիվը։ Այդ տեսիլքն ու նպատակն ու ձգտումը մեր տունը վերականգնելու առումով որևէ օր չպիտի բացակայի մեր մտքից, մեր ապրումներից, մեր ձգտումներից եւ մեր երազի իրագործումից։ Սրբազան, այսօր երիտասարդությունը կարողանում է ամբողջությամբ ընկալել հայրենիքի եւ Արցախի վերադարձի միտքը եւ վստահ եմ, որ մի օր անպայման վերադարձ լինելու է Շուշի։ Ինչպես եք կարծում, երիտասարդությունը կարող է ազդակ հանդիսանալ այդ վերադարձի համար։ Միանշանակ եւ եթե հետ գնանք դեպի 1992 թվական, 88 թվական, դարձյալ կրկին վերստին երիտասարդություն էր այն մղիչ շարժող ուժը եւ հենց այդ նույն երիտասարդությունն էր, որոնցից շատերը մեզ անհայտ էին, դարձան հերոսներ, սխրանքներ գործող մարդիկ, հայրենիք ազատագրող, մեր պատիվը մաքրող մարդիկ եւ այսօր էլ նույնն է, սակայն մենք որքան էլ երիտասարդությունը լինի այդ մղիչ ուժը, ինչպես այսօր տեսանք մեր շատ սիրելի մեր դպրոցի քաղաքական դպրոցի սաներին իրենց պատրաստակամությամբ, այդուհանդերձ մենք իրավունք չունենք որպես ավագ սերունդ երիտասարդության ուսերին թողնելու հայրենիքի ազատագրության գործը։ Մենք պետք է կարողանանք իրենց պատրաստել դրա համար, բայց միևնույն ժամանակ այդ բեռը վերցնել մեզ վրա, այդ քաղցր բեռը եւ իրենց հնարավորություն տալ միայն զարգացնելու, շենացնելու իրենց պատկերացումներին համաձայն, իրենց տեսիլքներին եւ ձգտումներին համաձայն։ Եվ դա պիտի լինի մեր առաքելությունը, իսկ իրենց առաքելությունը, այո, մեզ դադար չտալու, հանգիստ չպատճառելու, որևէ ձևով, այլ մղելու անընդհատ գործելու։